Սպերջենի աստվածաշնչյան ընթերցանություն ամեն երեկո Հունիսի 13 Ունայն և սուտ խոսքը հեռացրու ինձանից Առակաց 30-րդ գլուխ 8-րդ խոսք Ով Տեր, իմ Աստված, մի հեռացիր ինձանից Սաղմոս 38-րդ գլուխ 21-րդ խոսք Այստեղ մենք երկու կարևոր դաս ունենք, ինչից է հարկավոր խուսափել և ինչ է պետք խնդրել։ Քրիստոնյայի ամենաերջանիկ կարգավիճակն այն է, երբ նա սրբությամբ է լցված։ Ինչպես արևին մոտենալիս ջերմությունն է ավելանում, այնպես էլ Քրիստոսին մոտենալիս մեր ուրախությունն է շատանում։ Ոչ մի քրիստոնյա մխիթարություն չունի, երբ նրա աչքերը ունայնությանն են նայում, նա երբեք բավարարվածություն չի գտնի, մինչև իր հոգին չկենդանանա Աստծո ճանապարհների մեջ քայլելու համար։ Աշխարհը կարող է երջանկանալ տարբեր բաներով, բայց ոչ երբեք քրիստոնյան։ Ես չեմ մեղադրում անբարիշտ մարդկանց, որոնք շտապում են բավարարել իրենց հաճույքները։ Ինչու մեղադրեմ։ Թող նրանք հագենան իրենց ցանկություններից։ Դա է այն ամենը, ինչից նրանք բավականություն են ստանում։ Մի հավատացյալ կին, հույսը կտրելով իր ամուսնու ապաշխարությունից, մշտապես լավ վերաբերմունք էր ցուցաբերում նրա հանդեպ, որովհետև ասում էր. «Վախենամ, սա միակ աշխարհն է, որտեղ նա կարող է երջանիկ լինել, ուստի որոշել եմ, որքան կարող եմ երջանիկ դարձնել նրան այստեղ»։ Քրիստոնյաները, սակայն, պետք է ավելի բարձր ոլորտում ուրախություն փնտրեն, քան այս աշխարհի տափակ թեթևամտություններն ու մեղսալի հաճույքներն են։ Ունայն զբաղմունքները վտանգավոր են նորոգված հոգիների համար։ Մենք լսել ենք այն փիլիսոփայի մասին, որը փոսն ընկավ, մինչ աստղերին էր նայում, սակայն որքան ավելի խորը փոսում են հայտնվում նրանք, ովքեր ներքև են նայում։ Ոչ մի քրիստոնյա երաշխավորված չէ, երբ նրա հոգին ծույլ է և Աստված հեռու է իրենից։ Յուրաքանչյուր քրիստոնյա միշտ ապահով է այն տեսանկյունից, որ Քրիստոսի մեջ է մնում, սակայն նա ապահով չէ իր հոգևոր փորձառության և նախկինում Քրիստոսի հետ հաղորդակցության տեսանկյունից։ Սատանան հաճախակի չի հարձակվում այն քրիստոնյայի վրա, որն Աստծուն մոտիկ է ապրում։ Սակայն երբ քրիստոնյան հեռանում է իր Աստծուց, սկսում է հոգեպես սովել ու ծարավել և փորձում է ունայնություններով սնվել, սատանան օգտվում է հարմար առիթից։ Երբեմն նա դեմ առ դեմ կռիվ է մղում Աստծո այն զավակի հետ, ով ջերմեռանդորեն ծառայում էր իր Տիրոջը։ Նման դեպքերում ճակատամարտը երկար չի տևում, բայց նա, ով անցնում է իր ճանապարհը, հեռու գտնվելով իր Աստծուց, ամեն սխալ քայլի հետ Ապոլիոնին է հրավիրում հարձակվելու իր վրա։ Օ թող Տերը մեզ շնորհք տա խոնարհությամբ քայլելու իր հետ։